Նիստը կառավարող հարգարժան պարոն Կոնջորյան, հարգելի գործընկերներ, նիստին հետևող սիրելի քաղաքացիներ, ցավոք պարոն Մանուկյանը այստեղ չէ, եւ որքան որ մենք ցանկանում ենք մեր տեքստերը սարքել քաղաքական եւ սպասարկել մեր քաղաքական օրակարգերը, միևնույն է առիթ է լինում այս կամ այն պնդմանը կամ հայտարարությանը ինչ որ կերպով արձագանքել։ Հիմա պարոն Մանուկյանը ճակատագրի հեգնանքով համալրում է մի քաղաքական ուժի շարքեր, որը հանրության մեջ ավելի շատ հայտնի է որպես դաշնակցական ֆրակցիա, եւ էլի ճակատագրի հեգնանքով մեզ հիմա փորձում է մեղադրել մի հարցով, որով իր ֆրակցիայի կամ իր մոտ կուսակցության յուրաքանչյուր, եթե ոչ ամեն անգամ, ապա գոնե երրորդը անցնում է որևէ քրեական վարորդի շրջանակներում։ Ուրեմն գոյություն ունի մեկ մարդ, դաշնակցական Լևոն Մկրտչյան անուն ազգանունով, ով 3 անգամ նշանակվել է կրթության եւ գիտության նախարար։ Մի կողմ թողնենք, որ 100-ամյա կուսակցությունում այնպիսի կադրային սով էր, որ չէր գտնվում մեկ այլ թեկնածու եւ անընդհատ ներկայացնում էին այս մարդու թեկնածությունը։ Ուրեմն դատախազությունը Լևոն Մկրտչյանից եւ նրա ընտանիքից պահանջում է ուշադրություն 26 անշարժ գույք, 7 տրանսպորտային միջոց, 5 իրավաբանական անձանցում մասնակցություն, 893 միլիոն 449 հազար դրամ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, 276 միլիոն 106 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով։ Հիմա ինչ է այստեղ հետաքրքիր։ Դուք հարգելի ուժեղ Հայաստանի ներկայացուցիչներ հավանաբար հիշում եք կամ տեսել եք Արմենուհի Կյուրեղյանի հայտարարությունները նախորդ գումարման ազգային ժողովում։ Ուրեմն Տիկին Կյուրեղյանը հենց կառավարությունից կամ այլ գերատեսչություններից որևէ մարդ էր տեսնում, անպայման մոտենում էր, ասում էր, ինչ կա 300 դպրոցից, ինչ կա 500 մանկապարտեզից։ Մի պահից թվաց, որ Տիկին Արմենուհի Կյուրեղյանը երևի թե մեր քաղաքական ծրագրերի, մեր կառավարության ծրագրերի ամենամեծ ջատագովն է եւ մեր ամենամեծ ֆանատը, մինչեւ քարոզարշավի ընթացքում չհայտնաբերվեց մի հետաքրքիր փաստ։ Բանից պարզվում է, հերթական դպրոցում, երբ որ մենք հիմնանորոգում ենք իրականացնում մարզերից մեկում, սպորտ դահլիճի հատակի տակից գտնվել են տրցակ քվեաթերթիկների, որը ըստ էության Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ ուղղակի տեղամասի աշխատակիցները թաքցրել են, թե ինչ տեղի կունենա այլ դպրոցների հիմքով, մենք դեռ չգիտենք, որտեղ մենք դեռ շարունակում ենք հիմնանորոգել եւ վերակառուցել մեր դպրոցները, ահա թե ինչով էր պայմանավորված Տիկին Կյուրեղյանի անհանգստությունը։ Բայց դե մենք մեր ծրագրերի տերն ենք եւ շարունակում ենք առաջ տանել։ Ինչ է ստացվում։ Այսինքն այն քաղաքական ուժերը, որոնք հայտնի են նորանկախ պատմության մեջ, անաստված թալանով, քաղաքական սպանություններով, ընտրակեղծիքներով, Հայաստանի Հանրապետությանը հասցրած միջազգային եւ տեղական հսկայական վնասներով, Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր առմամբ վերցրած բոլոր մանկապարտեզներում եւ դպրոցներում, այդքան աթոռ, գրատախտակ, կավիճ, դուռ լուսամուտ չեն առել, ինչքան մենք երբեմն զրոյից կառուցում ենք նախակրթարաններ, մանկապարտեզներ եւ այլն, եկել են ուշադրություն, մեզ վիրավորում են, թե իբր դուք չեք եւ ժամանակին չեք կառուցում այդ 300 դպրոցը կամ 500 մանկապարտեզը։ Քիչ օտար էիք ժողովուրդ ջան։ Այդ մշակույթի տները, մանկապարտեզները, դպրոցները քիչ օտար էիք։ Այստեղից 3 տիկին Լիաննա Մանուկյանը ասաց, որ իր մասնագիտական եւ հասարակական, այսուհետ նաեւ քաղաքական գործունեության մի մեծ մասն է կազմելու կանանց իրավունքների պաշտպանությունը, ինչը շատ խրախուսելի է։ Մենք շնորհակալ ենք ձեզ այդ նախաձեռնության եւ հայտարարության համար։ Ուղղակի մեկ դիտարկում։ Դուք երբևէ առիթ ունեցել եք լսելու ձեր շարքերը համալրած Էդգար Ղազարյանի հարցազրույցները։ Դուք երբևէ լսել եք, թե նա ինչպես է խոսում հասարակական եւ քաղաքական կյանքում ակտիվ կանանց մասին։ Դուք լսել եք, թե նա ինչպես է պիտակավորում եւ թիրախավորում, օրինակ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանին, ով հաշմանդամություն ունեցող երեխա ունի։ Իսկ լսել եք, թե նա ում կամ ինչի հետ է համեմատում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան տիկին Անահիտ Մանասյանին։ Դուք լսել եք, թե նա ինչպես է խոսում Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետի կնոջ Աննա Հակոբյանի մասին։ Իսկ ձեր աչքից ինչու են վրիպել մեր խմբակցության կանանց նկատմամբ ձեր գործընկերոջ այդքան վիրավորական եւ սեռով պայմանավորված թիրախավորումները։ Այդ արժանինքների համար է հիմա նստած ձեր շարքերում։ Մենք չենք թերանա եւ անընդհատ ձեզ այդ մասին կհիշեցնենք։ Գործընկերներ ջան, այստեղ գալիս եք եւ ինչ որ տեքստեր եք ասում, հրաշալի է որ այդ տեքստերը ասում եք, բայց մի բան ասեմ, ձեր տրամադրությունը չընկնի, ուրեմն ազգային ժողովը չի հայտարարել ազատ մարզային օլիմպիադաների շահադրություն, ինչպես եմ անցկացնում իմ ամառային արձակուրդները, կամ ես շատ եմ սիրում իմ հայրենիքը, որի պետական սահմանների մասին դուք ունեք շատ լղոզված պատկերացում։ Ուրեմն իմ արմատները գնում են դեպի Խոյ,
բայց ես խոյի երբեք իմ հայրենիքը չեմ համարել, ես իմ հայրենիքը համարում եմ Հայաստանի Հանրապետությունը, այո, բայց իմ նախնիների արմատները գալիս են խոյից։ Հիմա ինչ եմ ուզում, խնդրեմ ձեզ, եթե այսօր այդ շահադրությունները էլի գաք այստեղ կարդաք, խնդրում եմ մեզ ներկայացրեք նաև թե ով, երբ եւ ինչպես էր պատրաստվում ոչնչացնել մեր լեզուն, մեր մշակույթը, մեր խոսքը, որովհետեւ ձեր ֆրակցիայից առնվազն 2 հոգի, կարծեմ պարոն Տիգրան Աբրահամյան ասաց, որ իրենք եկել են այստեղ, որպեսզի պաշտպանեն հայոց լեզուն։ Խնդրում եմ նաև այդ շահադրությունների շրջանակներում մեզ ներկայացրեք, թե այն որ մի քաղաքական գործիչներ ասում, որ բացի հայոց լեզվից Հայաստանի Հանրապետությանը պետք են եւս 2 պետական լեզու, անպայման ինձ հիշեցրեք, եկել են որ մի քաղաքական ուժից էր, որ Հայաստանի Հանրապետության ազատության հրապարակում այդպես էլ չհարմարվելով Հայաստանի Հանրապետության պետական սահմանների հետ, այսպես անաստված պատրվում էր Հայաստանի Հանրապետության քարտեզը։ Էդ էլ մեզ ներկայացրեք։ Հիմա մյուս հարցը, որը ասում է շատ ծիծաղելի կլիներ, եթե այդքան ողբերգական չլիներ։ Թուրք կամ ադրբեջանցի մոտիկից տեսնելու ձեր այս մտայնությունը։ Ձեր այս վախերը խոսում են նրա մասին, որ դուք պատկերացում չունեք, թե ինչ է նշանակում լինել պետական պաշտոնյա եւ ինչ է նշանակում զբաղվել քաղաքականությամբ։ Պարոն Արամ Վարդևայանը փորձ ունի եւ կարող է այս մասով ձեր այդ փորձի փոխանակման շրջանակներում որոշ դասընթացներ իրականացնել։ Դիցուկ Ձեզանից մեկը կամ ոմանք, ինչ-որ պատվիրակության շրջանակներում գնում են ինչ-որ տեղ, որտեղ պետք է բանակցեն Հայաստանի Հանրապետության համար ոչ բարեկամ երկրների, օրինակ, ներկայացուցիչների հետ։ Եվ դիցուկ այդ հարևան ոչ բարեկամ երկրների շրջանակներում կան թուրքեր եւ ադրբեջանցիներ։ Օրինակ դուք ինչ եք անելու։ Տարբերակ A. Փակելու եք ձեր աչքերը, տարբերակ B. Աղոթք եք կարդալու եւ տարբերակ G. Խաչով հեռացնելու եք նրանց։ Ձեր թիմակիցները քարոզարշավի ընթացքում եւ քարոզարշավից առաջ ցավոք չեմ հիշում անուն ազգանունները, ասում են լավ դե ով չգիտի Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի ուսանողները վերջում ինչ են դառնում, ներողություն արտահայտությանս ոնց են վերբով կա լինում։ Այսինքն եթե մենք շարունակենք այս օրակարգերով առաջ գնալ, սա արդեն ազգային անվտանգության հարց է դառնում եւ մենք ոչ թե պետք է մտածենք առանձին բուհերում առանձին ֆակուլտետներ փակելու մասին, այլ պետք է մտածենք ամբողջական բուհեր փակելու մասին։ Դուք ընդհանրապես տեսել եք Բրյուսովում քանի մարդ է անգլերեն խոսում։ Պոտենցիալ վերբով կա եղող Հայաստանի Հանրապետության քաղաքապետ պետքա փակել այդ բուհերը։ Այսօր պետքա ընդհանրապես այդ մասին չխոսել։ Ինչ վերաբերում է ձեր ստերին, որ այսպես ծնագնդու էֆեկտով աճում են, այդ չանդրադառնամ, այդ շատ տարածված են, ուրեմն ինչ տեղի ունեցավ 2 շաբաթ առաջ, երբ Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում բավականին հանգիստ էր եւ խաղաղ էր, եւ իշխանության շատ ներկայացուցիչներ այդպես շատ ակտիվ չէին, գտնում էին արձակուրդի մեջ եւ այլն, նոր խորհրդարներ ձևավորում, նոր կառավարություն, ինչ տեղի ունեցավ սիրելի գործընկերներ։ Ուրեմն ընդդիմությանը պատասխանում էր ընդդիմությունը, ու շատ հետաքրքիր էր պատասխանում, մասնավորապես պատասխանում էր ուժեղ Հայաստանի ներկայացուցիչների։ Ուրեմն նախկին Հանրապետական կուսակցության անդամ եւ նախկին արտադրության նախարար Արփինե Հովհաննիսյանը ուժեղ Հայաստանի ներկայացուցիչներին խորհուրդ էր տալի, ասում էր, դե քանի որ իրենք մանդատները վերցրին, ուրեմն ժամանակն է, որ իրենք նաեւ ազգային ժողովի ամբիոնից ասեն, որ Հայաստանի Հանրապետության կործանումը մի 5 տարով հետաձգվում է, որտեղ իրանք որոշել են դառնալ իշխանության մաս։ Մեկ այլ ռոպագանդիստ դարձյալ ընդդիմադիր շարքերից, անունը չեմ հիշում, Ազգանունը Խաչատրյան։ Ինչ էր ասում։ Ասում էր դե լավ, դե բոլորս գիտենք, որ այդ 300,000 ադրբեջանցիների վերադարձի թեզը հատկապես ուժեղ Հայաստանը օգտագործում էր միայն քարոզչական նպատակներով, միայն հանրության մեջ վախեր սփռելու համար։ Եվ ժամանակն է, որ Նարեկ Կարապետյանը, ես հետո լինքերը կտամ, եթե դուք ուզեք այդ հարցազրույցների, եւ ժամանակն է, որ Նարեկ Կարապետյանը եւ իր թիմակիցները ուղղակի ներողություն խնդրեն իրենց քվեարկողներից եւ հայ ժողովրդից, որ պարզապես քարոզչական նպատակներով այդպիսի ելույթներ են ունեցել։ Եվ վերջինը ընդդիմադիր ներկայացուցիչը, որը նաև այլ կուսակցության շարքերում ուզում էր դառնալ պատգամավոր, որը նաև մտավորականների շրջանակներում բավականին շատ հայտնի է, ուրեմն լրագրողի հարցին, որը արմատական ընդդիմադիր է մեզ, այն հարցին, թե այս իշխանությունները արտաքին ուժերի ասես լավ էլի վերջացրեք այդ խոսակցությունները, բոլորս գիտենք, որ 18 թվին տեղի է ունեցել հեղափոխություն, եւ եթե 14 թվին հեղափոխություն չէր իրականացել ժողովրդական, միթե աշխարհի որևէ կենտրոնում նավիճոկները վերջացել էին։ Այսինքն մենք խնդիր չունենք այլևս ձեզ արձագանքելու, որովհետև ձեզ հրաշալիորեն արձագանքում են եւ լրացնում են ձեր իսկ ընդդիմադիր գործընկերները, որոնց դուք այս կամ այն հարցում թերևս նեղացրել եք։ Եվ վերջում խոսքս կցանկանամ ամփոփել
Մի քիչ անդրադառնալով Լևոն Քոչյանին, ես հասկանում եմ, որ դժվար է այստեղ գալ եւ լսել հոկտեմբերի 27-ի մարտի 1-ի համար, բայց փաստերը մնում են փաստ եւ նրանք աղաղակում են։ Մենք ունենք հետեւյալ փաստերը. 2008 թվականի մարտի 1, 10 զոհ, որոնք զոհվել են Չերյոմուխայից, մենք ունենք միեդի որոշում եւ մենք ունենք 4 քաղաքական ուժեր, որոնք շամպայնի բաժակները ձեռքներին կիսել են 2008 թվականի մարտի 1-ի քաղաքական պատասխանատվությունը։ Եվ եթե որևէ մեծ բողկեր չէին կերել, այդ ինչ պատասխանատվություն էին կիսում։